Վիլեն Գաբրելյանը Գյումրի ու համայնքի ավականու ընտրությունների օրը հայտնվել էր մի աղմկահարույց միջադեպի մեջ, որի ժամանակ ինքը հայոյախառն արտահայտություններ էր օգտագործում քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ միջադեպից հետո նա վայր դրեց պատգամավորական մանդատը եւ շատերի մոտ տպավորություն կար, որ դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերմունքն է նրա նկատմամբ, որովհետեւ մինչ այդ ոնց որ թե կուսակցությունը սահմանել էր նաև վարքի ներկուսակցական կանոններ։ Բայց պարոն Գաբրելյանը դրանից հետո ընտրվեց կուսակցության վարչության անդամ եւ այդ վարչության կողմից առաջադրվեց որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Ես ուզում եմ իմանալ ձեր խմբակցության վերաբերմունքը այդ երևույթի նկատի ունեմ այդ օրվա տեղ ունեցած իրադարձության վերաբերյալ ձեր գնահատանքը դրան եւ արդյոք սա այս որոշումը չի նշանակում, որ դուք խրախուսում եք, որ ձեր շարքերում ձեր գործընկերները, պատգամավորները քաղաքացիների, լրատվամիջոցների եւ ողջ հանրության նկատմամբ ցուցաբերեն նման վերաբերմունք։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, ձեր հարցը ում էր ուղղված։ Արձագանք։ Ուղղված էր Վիլեն Գաբրելյանի տեխնատությունը ներկայացնող Սիսակ Գաբրելյան, որը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, շնորհակալ եմ, որ դուք այդ փաստը ընդունում եք։ Ինչ վերաբերում է նրա վարքագծին, ես կարծում եմ ով դուք գոնե վարքագծից չպետք է խոսեք, որովհետև առնվազն դուք այս դահլիճում իրավունք չունեք որևէ արտահայտության վերաբերյալ, որևէ դիրքորոշում արտահայտել, քանի դեռ ներողություն չեք խնդրել։ Պարոն Գաբրելյանը իր արարքի համար ներողություն է խնդրել։ Պարոն Գաբրելյանը այն մարդն է, որը հայտարարել է Գյումրի 2 չի լինելու եւ ես վստահ եմ, որ Գյումրի 2 չի լինելու։